Եվ շարունակության մեջ ասում է, որ եւ նա ասեց նրանց, ձեր բանը չի գիտենալ ժամերը, ժամանակները, որ հայրը իր իշխանությամբ դրեց, բայց դուք զորություն կառնեք, զորություն կստանաք, երբ որ հոգին ձեզ վրա կգա եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ մինչեւ երկրի ծայրերը։ Դուք զորություն կստանաք երկնքից, երբ որ Սուրբ Հոգին ձեզ վրա կգա։ Եվ մենք կարդում ենք երկրորդ գլխում, անմիջապես Գործք առաքելոց երկրորդ գլխում, երբ որ Հիսուսը այս խոսքերը ասեց, համբարձվեց երկինք աշակերտների աչքի առաջ, բարձրացավ երկինք եւ աշակերտները վերնատանը, որտեղ որ ապրում էին, որտեղ որ շարունակում էին աղոթել եւ Տիրոջ ներկայության մեջ մնալ, մենք տեսնում ենք, որ 10 օր հետո եկեք կարդանք այդ տեղը հենց առաջին խոսքից երկրորդ գլխի։ Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին։ Եվ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ։ Հանկարծակի, գիտես, ես շատ սիրում եմ Աստծո հանկարծակիները, Աստված ունի սյուրպրիզներ, շատ տեղերում Սուրբ գրքում դու կարդում ես, որ գրված է հանկարծակի, այո, Աստված հանկարծակի բաներ է անում մեր կյանքերի մեջ, օրհնություններ է բերում, ճեղքումներ, հաղթանակներ, հրաշքներ եւ նշաններ, հալելույա, բայց այդ հանկարծակի մեջ նույնպես լավ է, որ դու սպասում ես ունենում, որովհետեւ Հիսուսը նախքան այդ հանկարծակին աշակերտներին ասեց գնացեք եւ սպասեք, ինչ որ մի բան տեղի է ունենալու։ Չեմ ասում ձեզ օրը, չեմ ասում ձեզ ժամը, բայց կարճ օրեր սրանից հետո ինչ որ մի բան տեղի է ունենալու։ Ունեցեք այդ սպասող սիրտը, ունեցեք այդ պատրաստ սիրտը։ Գիտես, շատ կարեւոր է նաեւ քո սրտի դիրքը սիրելիս։ Ինչպես է տրամադրված Աստծուն։ Ամեն Հալելույա, ես դրա համար երեք մի կարճ ձայնագրություն արեցի եւ կոչս էր, որ դու սպասումով գաս, որ դու ծարավով գաս։ Այո, Աստված ունի իր հանկարծակիները, բայց այդ հանկարծակի մեջ քո սրտի դիրքը նույնպես կարեւոր է, որ դու սպասումով լինես, որ դու բաց լինես Տիրոջ հանկարծակիների համար։ Ամեն։ Գիտես, ժամանակ կար, որ Հիսուսն էլ հանկարծակի եկավ եւ ծնվեց հույսից ու եկավ հրյաներին, բայց ասում է դուք չճանաչեցիք ձեզ այցելության ժամանակները։ Այսինքն կարա նույնպես Աստված հանկարծակի բաներ անի, բայց քո սիրտը պատրաստ, բաց եւ սպասող չլինի եւ չճանաչես նրա այդ այցելության ժամանակը։ Այնպես որ բաց եղի, սպասում ունեցի Տիրոջից, ամեն։ Եվ այստեղ ասում է, երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին եւ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ, սաստիկ փչող քամու պես։ Երկնքից քամու, ուժեղ քամու ձայն եղավ, հալելույա։ Այստեղ կան մարդիկ, ովքեր որ երբեմն աղոթքի ժամանակ, երկրպագության ժամանակ զգացել ես քամի կամ լսել ես քամու ձայն, հալելույա։ Գիտես, որ Սուրբ Հոգին իր նշանները շարունակում է ցույց տալ սիրելիս։ Այո, երբեմն մենք այդ ամենը զգում ենք, լսում ենք, որովհետև Սուրբ Հոգին նույնպես համեմատվում է քամուն։ Հիսուսն ինքն էլ ասեց, Սուրբ Հոգին քամու նման է, դուք չգիտես որտեղից է գալիս, ուր է գնում, երբ է գործում, ոնց է շարժվում, հալելույա, հանկարծակի սաստիկ քամու ձայն եկավ։ Եվ լցրեց բոլոր տունը, այդ վայրը, որտեղ որ նրանք հավաքված էին, ուր նստած էին, եւ երևեցան նրանց բաժանված լեզուներ, ինչպես կրակից, եւ նստեց նրանց ամեն մեկի վրա։ Կրակից տեսանելի լեզուներ երևացին, նրանք տեսան երևույթով, ինչպես այդ կրակից լեզուները գալիս էին եւ ամեն մեկի վրա նստում էին։ 120 հոգի մարդ կար այնտեղ հավաքված եւ այդ կրակի լեզուները եկան եւ ամեն մեկի վրա նստեցին եւ դա երևացող տեսանելի մի բան էր եւ շարունակության մեջ։ Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Հալելույա։ Եվ ամենքը, ասա ամենքը
Սուրբ Հոգով լցվեցին եւ սկսեցին ուրիշ լեզուներ խոսել։ Հալելույա։ Ամենքը այդ 120-ը, որ հավաքված էին, Սուրբ Հոգով լցվեցին։ Այդ Սուրբ Հոգու կրակը, զորությունը եկավ ամեն մեկի վրա եւ ես հավատում եմ մենք աղոթք ենք ունենալու վերջում մի քիչ հետո եւ ամենքը Սուրբ Հոգով լցվելու են։ Ամեն։ Դու ուզում ես լցվես Սուրբ Հոգով այսօր։ Հալելույա։ Արտակ եղբայրը ուզում է։ Մնացածը սրտերում են ձեռքը բարձրացնում։ Հալելույա։ Աստված ուզում է որ ամենքը լցվեն Սուրբ Հոգով։ Հալելույա։ Երբ որ ասում եմ Սուրբ Հոգով լցվել, ես չեմ խոսում միայն լեզուներով խոսալու մասին։ Ես գիտեմ, որ այստեղ շատերը Սուրբ Հոգով մկրտված են, խոսում եք լեզուներով, բայց միշտ կա լեցունության մակարդակներ։ Հալելույա։ Գիտես, այս պատմությունից, այս դեպքից հետո մի քանի օրեր են անցնում եւ մենք տեսնում ենք, որ նորից տեղի ունենում լեցունություն։ Կարծես է Սուրբ Հոգու լեցունությունը սենց ալիքների նման գալիս էր եկեղեցու վրա։ Ալիքների նման, սա առաջին սենց բացումն էր, հա, սենց ասենք, սա բացումն էր, ճեղքումն էր, բայց հետո մենք տեսնում ենք ալիքների նման Սուրբ Հոգու լեցունությունը գալիս է աշակերտների վրա։ Մենք տեսնում ենք երկրորդ գլխում, այս նույն գլխում Պետրոսը գրված է, որ Սուրբ Հոգով լցված վեր կացավ եւ սկսեց խոսալ։ Հետո տեսնում ենք երրորդ թե չորրորդ գլուխներում նորից որ գրված է աշակերտները հավաքվեցին աղոթքի եւ ասեցին Տեր տուր մեզ համարձակություն, որ քո խոսքը համարձակությամբ քարոզենք Երուսաղեմի մեջ եւ Իսրայելի մեջ եւ ասում է այդ վայրը շարժվեց եւ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով նորից։ Մենք տեսնում ենք ալիքների նման այդ լեցունությունը գալիս էր։ Եվ դրա համար երբ որ խոսում ենք Սուրբ Հոգու լցվելու մասին, դու միայն մի պատկերացրա այն օրը, որ Սուրբ Հոգով մկրտվել ես ու լեզուներով խոսում ես, որովհետև միշտ Սուրբ Հոգին ուզում է իր ալիքները բերի քո կյանքի մեջ, թարմացնի, նորոգի, ավելիով լցնի, որովհետև Աստծո խոսքն ասում է, որ հոգին չափով չի տրվում։ Միգուցե ինչ որ չափով դու ընդունել ես նրա լեցունությունը, ինչ որ չափով լցվել ես նրա հոգով, բայց Աստված ավելի մեծ չափ ունի քեզ համար։ Աստված մակարդակներ ունի։ Աստված լեցունության խորություններ ու բարձրություններ ունի քեզ համար, որ ուզում է ավելիով դու լցվես սիրելիս։ Ամեն։ Գիտեք, Պենտեկոստեի օրը, Պենտեկոստեի այս տոնը արդեն գոյություն ուներ հրյաների մեջ։ Ինչ էր այդ տոնը, որն էր այդ տոնի իմաստը, նախքան Սուրբ Հոգու գալուստը, նախքան Հիսուսի երկիր գալը, մենք կարդում ենք, որ հրյաների մեջ, Իսրայելի մեջ կար Պենտեկոստեի տոնը, և այս տոնը նրանք տոնում էին այն միջադեպը, երբ որ Եգիպտոսից դուրս եկան ու անապատի մեջ, Մովսեսը բարձրացավ լեռը, Մովսեսը բարձրացավ սարը եւ Աստված Մովսեսին տվեց պատվիրանները, օրենքն, այդ երկու տախտակները, որ տվեց Մովսեսին եւ Մովսեսը բերեց փոխանցելու ժողովրդին։ Սա Պենտեկոստեի տոնն էր հրյաների, այսինքն նրանք Պենտեկոստեին տոնում էին Աստծո պատվիրանները, որ տրվեց իր ժողովրդին, Աստծո խոսքը եւ օրենքները, որ տրվեց ժողովրդին։ Այս տոնն էին նրանք անվանում Պենտեկոստե։ Եվ կար նույնպես երկրորդ, այսպես խորհուրդ է այս տոնի մեջ, երկու բան էին տոնում Պենտեկոստեին։ Առաջինը դա պատվերների Աստծո այդ տալն էր, որ եկավ Իսրայելին, ժողովրդին Աստծո խոսքը, եւ երկրորդը նրանք տոնում էին հունձքի ժամանակաշրջանի, հունձքի սեզոնի սկիզբը, այսինքն նույնպես տոնում էին այդ առատությունը, որ պետք է ամեն մարդ իր ցորենը, չգիտեմ, գարին իր այդ տարբեր հնձած բաները, պետք է ցանած բաները պետք է հնձեր, այսինքն օրհնությունների բարգավաճման, հա, նյութական, այսպես օրհնությունների սեզոնի սկիզբն էր, ժամանակահատվածն էր հունձքի։ Այս երկու բանն էին տոնում Պենտեկոստեին, եւ գիտեք, պատահական ոչ մի բան չկա, այն ինչ որ կատարվել է պատմության մեջ, այն ինչ որ գրված է սիրելիս, պատահականություններ չեն լինում։
Պենտեկոստեի հրյաների Պենտեկոստեի օրերին էր, որ Սուրբ Հոգին եկավ։ Դրա համար մենք նույնպես այս տոնը կոչում ենք Պենտեկոստե։ Պենտեկոստե նույնպես նշանակում է 50 օր հետո։ Այսինքն Քրիստոսի խաչելությունից 50 օր հետո եկավ Սուրբ Հոգին։ 40 օր Հիսուսը մնաց երկրի վրա եւ 40-րդ օրը համբարձվեց եւ ասեց սպասեք եւ համբարձումից 10 օր էլ նրանք սպասեցին մինչև որ Սուրբ Հոգին եկավ եւ ամբողջությամբ 50 օր էր Հիսուսի հարությունից մինչև Պենտեկոստեի գալուստը։ Հենց Պենտեկոստե հունարեն մի բառ է, որ նշանակում է 50 օր, 50-րդ օր։ Ուրեմն, ինչի համար Սուրբ Հոգին եկավ հենց Պենտեկոստեի օրը, սիրելիներ։ Որովհետև Աստված, ես ասեցի, որ տվել էր խոստում։ Աստված տվել էր մի մարգարեների բերանով խոստում էր տվել, շատ տարբեր մարգարեների տասնյակ խոստումներ։ Եվ Աստծո խոստումը սա էր, որ կգա ժամանակ, որ ես կվերցնեմ ձեր քարեղեն սիրտը եւ ձեզ նոր սիրտ կտամ եւ այնտեղ գրված կլինեն իմ օրենքները, իմ ճանապարհները, իմ խորհուրդները ձեր սրտերում, ոչ թե քարի տախտակների վրա արդեն գրված կլինեն, այլ ձեր սրտերում, որտեղ ձեզ նոր էություն կտամ, ձեր ներսը կփոխեմ, արդեն ես ինքս կբնակվեմ ձեր մեջ։ Սա է պատճառը, որ Սուրբ Հոգին եկավ Պենտեկոստեի տոնին, որտեղ որ մի ժամանակ Աստված քարի վրա էր տվել այդ պատվիրանները, բայց այս անգամ Աստված իր խոսքը, իր ճանապարհները, իր էությունը արդեն լցրեց մեր ներսում, մեր սրտերի վրա դրեց դա, սիրելիս։ Դրա համար հենց Պենտեկոստեի օրն էր, որ Սուրբ Հոգին եկավ, մի խոսքով միտքը սա էր, որ Աստված ուզում էր ասել, արդեն ուրիշ մակարդակի փոխհարաբերություն է գալիս, այլևս ոչ թե քարի տախտակների վրա, ոչ թե այն օրենքը, որ Մովսեսը ձեզ տվեց ու չկարողացաք ոչ մեկը կատարել, այլ ես կգամ եւ ձեր ներսում կբնակվեմ, դուք կլինեք իմ ժողովուրդը եւ ես ձեր Աստվածը, դուք կլինեք իմ տաճարը, որտեղ որ իմ հոգին կբնակվի, ձեր էությունը կփոխվի, հալելույա։ Սա էր պատճառը։ Եվ երկրորդ խորհուրդը սա այդ հունձքն էր, հունձքի ժամանակաշրջանն էին տոնում Պենտեկոստեով, այսինքն մենք Սուրբ Հոգին նույնպես եկավ Պենտեկոստեի օրը, որպեսզի մեզ սովորեցնի, որպեսզի մեզ ասի, որ Քրիստոսով մեր ժառանգությունը փոխվել է, որ մենք հնձելու ենք նոր ժառանգություն, որ մենք հնձելու ենք Քրիստոսի օրհնությունները մեր կյանքի մեջ, որ մենք հնձելու ենք Սուրբ Հոգու պտուղները եւ պարգևները մեր կյանքի մեջ։ Ինչքան հրաշալի է, սիրելիներ, ինչքան հրաշալի ձևով Աստված իր ծրագրերը դասավորել, պլանավորել, որպեսզի մենք ամեն Աստծո ժամանակահատվածում արած գործի մեջ կարողանանք տեսնել նրա փառքը, նրա ծրագրերի մեծությունը, նրա իմաստության ճոխությունը։ Հալելույա, թող օրհնյալ լինի նա։ Հին Կտակարանում մենք տեսնում ենք նույնպես այսպիսի մի բան։ Երբ որ Աստված խորանը, Մովսեսին ասեց, որ խորանը այդ վրանը կառուցի, որտեղ որ կար սրբության սրբոցը, զոհերը եւ այդ ամեն արարողությունները, ծիսակարգը, նույնպես տաճարի մեջ էր հետո սկզբում խորանն էր, վրանն էր անապատներում, որ տանում էին վայրից վայր, բայց հետո երբ որ թագավորության ժամանակաշրջանը եկավ Իսրայելում, այդտեղ արդեն կառուցեցին տաճար։ Մի հետաքրքիր բան կար այնտեղ, եւ խորանում, եւ տաճարում։ Այնտեղ կային զոհասեղաններ եւ կար մի զոհասեղան, որի մասին որ Աստված պատվիրել էր ծառայող քահանաներին խորանի մեջ։ Եվ ասել էր, որ այս կրակը, այս զոհասեղանի կրակը երբեք պետքա չհանգչի։ Գիշեր եւ ցերեկ պետքա այս կրակը վառվի։ Եվ այնտեղ պատվիրել էր շատ հստակ եւ ասել ամեն բան կանեք եւ ուշադիր կլինեք, որ հսկեք այդ կրակի վրա, որ նա չհանգչի։ Այս կրակը հավիտենապես այս զոհասեղանի կրակը պիտի վառվի։ Որը որ նույնպես խորհրդանշում է Սուրբ Հոգու ներկայությունը իմ եւ քո մեջ, մեր կյանքերի մեջ, սիրելիներ։
Գիտես, Սուրբ Հոգին եկել է մեր կյանքերի մեջ որպես Աստծո զորությունը, որպես Աստծո կրակը։ Եվ Հովհաննեսն ինքը վկայեց, երբ որ Հիսուսին ջրով մկրտեց, ասեց, ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից հետո եկողը ինձանից մեծ է, որի կոշիկները ես արժանի չեմ արձակելու կամ կապելու, եւ ասում է նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ կրակով։ Նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ կրակով։ Հալելույա։ Շատ տեղերում Աստվածաշնչում Սուրբ Հոգին պատկերված է որպես կրակը, որպես Աստծո զորության կրակը։ Սուրբ Հոգու խորհրդանիշներից մեկը պատկերված է որպես Աստծո ջրերը, բայց որպես նույնպես Աստծո կրակը։ Եվ դրա համար Հովհաննեսն ասում է, որ Հիսուսը ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ կրակով։ Մենք կարդացինք, երբ որ Հիսուսն ինքը խոստում տվեց, ասեց երկնքից զորություն կառնեք։ Աստծո զորությունը կգա, այդ կրակի զորությունը կգա ձեր կյանքերի մեջ։ Այո, Սուրբ Հոգին Աստծո զորությունն է սիրելիս։ Ես ուզում եմ քեզ ասեմ, որ դու հստակ իմանաս, Սուրբ Հոգին Աստծո զորությունն է, Աստծո էությունն է, որն իր մեջ ունի Աստծո զորությունը։ Եվ այդ զորությունը եկել է մեր մեջ։ Գիտես, ինչպես որ Աստված քահանաներին պատվիրեց ու ասեց խորանի մեջ, զոհասեղանի վրա, այս կրակը երբեք պիտի չհանգչի, եւ դուք պիտի հսկեք եւ ամեն առավոտ փայտ պիտի գցեք այդ կրակի վրա, այդ զոհասեղանի վրա եւ պիտի զգուշորեն հսկեք, որ այդ կրակը չհանգչի։ Նույնպես Աստված մեզ լցրեց Սուրբ Հոգու զորության կրակով մկրտեց, բայց գիտես մենք սրա մեջ ունենք նույնպես մեր քայլերը, մեր անելիքները, որպեսզի այդ կրակը մեր կյանքերի մեջ չհանգչի։ Ամեն։ Ես ուզում եմ կարդամ մի քանի տեղեր Աստվածաշնչից, որտեղ որ տեսնում ենք այս խորհուրդը։ Երկրորդ Տիմոթեոս 1:6-ը։ Երկրորդ Տիմոթեոս 1:6-ում Պողոս առաքյալը գրում է Տիմոթեոսին եւ ասում է այդ պատճառով միտքդ եմ բերում, որ արծարծես Աստծո այն շնորհքը, որ քեզանում է, իմ ձեռքերը քեզ վրա դնելով։ Արծարծել նշանակում է բորբոքես, ուժեղացնես, ակտիվացնես։ Պողոսը Տիմոթեոսին ասում է բորբոքի այն շնորհքը, Սուրբ Հոգու շնորհքը, պարգևը, որ քո ներսում կա, այսինքն բորբոքի այդ կրակը, բոցավարի այդ կրակը եւ Պողոսը հստակ Տիմոթեոսին ասում, այսինքն դու արա ինչ-որ բան, որ այդ կրակը քո մեջ բորբոքվի։ Եկեք կարդանք մի ուրիշ տեղ։ Առաջին Թեսաղոնիկեցիս 5:19։ Առաջին Թեսաղոնիկեցիս 5:19։ Այստեղ Թեսաղոնիկեի եկեղեցուն է ասում Պողոսը։ Ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ վրա Քրիստոս Հիսուսում եւ 19 խոսքը, շատ կարճ խոսք է, հոգին մի հանգցնեք։ Հոգին մի հանգցնեք։ Շատ հետաքրքիր է սա, հոգին մի հանգցնեք։ Երբ որ Աստվածաշնչում տարբեր տեղեր դու գտնում ես նույն միտքը, նշանակում է, որ սա կարևոր ճշմարտություն է, որտեղ Աստծո խոսքը ասում է 2-ի եւ 3-ի վկայությամբ հաստատվում է ամեն բան։ 2 եւ 3 տեղեր, երբ որ Աստվածաշնչում նույն բանը գրված է, սա նշանակում է, որ սա հաստատվում է, այսինքն սա ճշմարտություն է։ Եկեք երրորդ տեղը կարդանք։ Իհարկե տեղերը շատ են, բայց ես 3 տեղ եմ ուզում կարդամ։ Հռոմեացիս 12:11-ը Հռոմեացիս 12:11-ը Ջանքի մեջ թույլ չլինեք, հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեք։ Հոգով ինչ եղեք, ջերմեռանդ եղեք։ Հոգին բորբոքեք, հոգու ներկայությունը բորբոքեք ձեր մեջ։ Տարբեր թարգմանությունում տարբեր ձև ասում։ Հոգով ջերմեռանդ եղեք։ Մենք տեսնում ենք 3 տեղ Պողոսը գրում է Տիմոթեոսին, ասում է, որ
բորբոքիր հոգու պարգևը քո մեջ, Թեսաղոնիկեցիներին ասում է հոգին մի հանգցրեք, եւ Հռոմեացիս թղթում ասում է որ հոգով ջերմեռանդ եղեք, հոգով արթուն եղեք, հոգով հոգու կրակը թող բորբոքված լինի ձեր մեջ։ Այստեղից մենք հասկանում ենք մի բան, որ ինչպես որ խորանի մեջ, վրանի մեջ քահանաների պատասխանատվությունն էր գիշեր եւ ցերեկ հսկել, որպիսի զոհասեղանի կրակը չհանգչի, նույն կերպով Աստծո զորության կրակը, որ իմ ու քո մեջ է, մեր պատասխանատվությունն է, որպիսի այդ հոգու կրակը չհանգչի, չմարի, սիրելիներս, ամեն, ես ու դու ունենք պատասխանատվություն սրա մեջ։ Աստված դրել է իր զորության կրակը քո ներսում, բայց քո կյանքից, քո ապրելակերպից, քո քայլերից, քո ինչ-որ գործողություններից կախված է, թե դու կհանգցնես այդ կրակը, կմարեցնես այդ կրակը, թե դու ավելի կբորբոքես եւ Սուրբ Հոգու զորությունը կտեսնես ու ականատես կլինես քո կյանքի մեջ։ Որովհետեւ Սուրբ Հոգին եկել է, որպեսզի մեզ առաջնորդի Աստծո կամքի, Աստծո ճանապարհների, Աստծո զորության մեջ։ Մենք կարդում ենք Գործք առաքելոցում, առաքյալների գործերի մեջ, երբ որ Սուրբ Հոգին եկավ, Պենտեկոստեն տեղի ունեցավ, մենք կարդում ենք հետո, թե ինչպես այդ զորության կրակը սկսեց գործել առաքյալների միջոցով եւ ոչ միայն առաքյալների։ Ամենահասարակ, ճակերտավոր եմ ասում, հավատացյալների միջոցով Սուրբ Հոգին սկսեց գործել։ Մենք տեսնում ենք, որ գրված է Ստեփանոսի միջոցով, Փիլիպոսի միջոցով, որոնք որ առաքյալներ չէին, որոնք որ երեցներ չէին, որոնք որ ինչ-որ հատուկ հոգևոր պաշտոն չունեին, բայց գրված է, որ Աստված մեծամեծ բաներ էր անում նրանց միջոցով։ Սուրբ Հոգին մեծամեծ բաներ էր անում նրանց միջոցով։ Եվ մեծամեծ հրաշքներ էին տեղի ունենում հավատացյալների ձեռքով եւ առաքյալների ձեռքով նույնպես։ Մենք տեսնում ենք, երբ որ Սուրբ Հոգու զորության կրակը եկավ, սիրելիս, երկինքը կարծես իջավ երկրի վրա։ Դա շարունակությունն էր Հիսուսի գործերի։ Եվ ինչ որ մեկն ասել է այս բանը, որի հետ որ ես շատ համաձայն եմ, որ Գործք առաքելոց գիրքը Աստվածաշնչում ունի 28 գլուխ, բայց սա Աստվածաշնչի միակ գիրքն է, որ իրականում վերջ չունի։ Գործք առաքելոցը շարունակում է գրվել բոլոր դարերի հավատացյալների կյանքով, ամեն։ Աստվածաշնչում ավարտվել է 28-րդ գլխում, բայց իմ ու քո կյանքի միջոցով այն շարունակում է գործել եւ գրվել, որովհետեւ Սուրբ Հոգին իր գործունեությունը դեռ չի դադարել երկրի վրա։ Հալելույա։ Սուրբ Հոգին եկել է, սկսած առաքյալներից, սկսած այն 120 հոգուց, որոնք որ վերնատանն էին, մինչև Հիսուսի երկրորդ գալուստը, Սուրբ Հոգին իր գործը պիտի անի ամեն մեկիս միջոցով, ամեն հավատացյալի եւ եկեղեցու միջոցով։ Հալելույա։ Գիտես ինչ է նշանակում Սուրբ Հոգին քո մեջ։ Դա նշանակում է Հիսուսը քո մեջ։ Գիտես ինչ է նշանակում Սուրբ Հոգով լցված մարդ կամ Սուրբ Հոգով լցված եկեղեցի, դա նշանակում է Հիսուսը, ինչպես որ Հիսուսին ֆիզիկապես դու տեսնում ես ավետարաններում, կարդում ես, նույն բանն է նշանակում Սուրբ Հոգով լցված մարդ։ Եկեղեցին, տեղային եկեղեցին, որտեղ որ ինքը դրված է, դա նույնն է, որպես Քրիստոսը մարմնով այդ քաղաքում, Քրիստոսը մարմնով այդ տարածքում, որովհետև Սուրբ Հոգին եկել է, որպեսզի մենք շարունակենք այն գործերը, որ Քրիստոսը մարմնով անում էր Երուսաղեմում եւ Իսրայելի մեջ։ Բայց Սուրբ Հոգին եկավ, որ մենք ամեն մեկս աշխարհի ծայրերում, տարբեր ծայրերում նրա գործը շարունակողները լինենք։ Ամեն։ Դրա համար Հիսուսն ասեց, որ ես գնում եմ, բայց ուղարկեմ ձեզ, Սուրբ Հոգին կգա ձեզ վրա, Մխիթարիչը կգա, եւ ձեզ կառաջնորդի, եւ ձեզ կսովորեցնի,
Եվ Աստծո զորությունը կգա ձեզ վրա, եւ դուք կանեք այն գործերը, որ ես արեցի, եւ անգամ ավելի մեծ գործեր կանեք ինձանից։ Հալելույա։ Սա շատ քաջալերող է, սա ուրախացնող է, սիրելիս, պատկերացնում ես եւ Հիսուսի խոսքերը, գիտես, դու պետք է լուրջ ընդունես, որովհետեւ դա հենց Հիսուսն է ասել։ Դա Պողոս առաքյալը չի ասել, Պետրոսը չի ասել, որ ասես միգուցե, չգիտեմ, մի քիչ իր մարդկայինը ավելացրել, չափազանցրել է, դա հենց Հիսուսն է ասել։ Կգա Սուրբ Հոգին եւ կանեք ավելի մեծ գործեր, քան ես արեցի։ Որովհետև այդ նույն հոգին էր, որ Հիսուսի վրա էր, Աստծո խոսքը ասում է Գործք առաքելոց 10-րդ գլխում, որ այն Հիսուսը, որ Նազարեթից էր, Աստված նրան օծեց Սուրբ Հոգով եւ զորությունով, եւ նա շրջեց քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, բժշկելով եւ սատանայից հարստահարվածներին փրկելով, ազատելով։ Հիշում եք, որ երբ որ Հիսուսը սկսեց իր արդեն բացահայտ ծառայությունը, առաջին անգամ, երբ որ նա մտավ ժողովարան եւ նրան տվեցին Եսայա մարգարեի այդ մագաղաթը, եւ նա բացեց մագաղաթը, բացեց գիրքը եւ կարդաց շատ զորավոր ու մարգարեական մի խոսքեր, որ Տիրոջ հոգին ինձ վրա է եւ Տերը օծել է ինձ աղքատներին ավետարանը քարոզելու, սրտով կոտրվածներին բժշկելու, կապյալներին ազատագրելու եւ այս 61-րդ գլխի այս հատվածը կարդաց, մագաղաթը փակեց եւ նստեց։ Եվ երբ որ մարդիկ նայում էին Հիսուսին, որովհետեւ հասկացան նրանց սրտերում ինչ որ մի բան տեղի ունեցավ, երբ որ Հիսուսը կարդաց այս խոսքերը, որովհետեւ նրանք ասում ու վկայում էին, որ երբ որ Հիսուսը քարոզում է, իշխանություն կա, ինչ որ բան մեր սրտերում կատարվում է, եւ Հիսուսը նստած էր եւ բոլորը այսպես հասկացան, որ ինչ որ բան կատարվեց։ Ու Հիսուսն ասեց, այս խոսքերը այսօր կատարվեցին։ Այս խոսքերը այսօր կատարվեցին, որովհետեւ այդ խոսքերը գրված էին նրա մասին եւ ոչ միայն Հիսուսի, այլ ամեն մի Սուրբ Հոգով լցված մարդու մասին։ Հալելույա, հալելույա, Սուրբ Հոգին իրական է, սիրելիներս, առանց Սուրբ Հոգու քրիստոնեական կյանքը հնարավոր չի, առանց Սուրբ Հոգու հոգևոր կյանքը անհնարին է, դա չի կարող լինել։ Առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող կապ ունենալ Աստծո հետ։ Առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող հասկանալ Աստծուն, ճանաչել Աստծուն, Աստծո սիրտը ճանաչել, Աստծո ծրագրերը ճանաչել։ Առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող Աստծո սերը կրել մեր ներսում։ Առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող Քրիստոսի կարեկցանքը ունենալ մեր ներսում, սիրելիներս, մարդկանց հանդեպ։ Եվ առհասարակ, առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող սիրող լինել։ Մենք չենք կարող այն պտուղները ունենալ։ Ամեն։ Մենք չենք կարող խոնարհ լինել առանց Սուրբ Հոգու։ Մենք չենք կարող Տիրոջ խաղաղությունը ունենալ առանց Սուրբ Հոգու։ Մենք չենք կարող հավատք ունենալ առանց Սուրբ Հոգու։ Գիտես, Սուրբ Հոգին է, որ գալիս է այդ պտուղները, որ մենք կարդում ենք Գաղատացիս թղթում, Սուրբ Հոգին է այդ պտուղները մեր մեջ բերում եւ աճեցնում ու զարգացնում, չէ որ դա նույնպես հունձքի տոնն էր Պենտեկոստեն, որ հավաքում էին իրանց պտուղները ժողովուրդը։ Եվ Սուրբ Հոգին եկավ մեր մեջ Պենտեկոստեի օրը, որպեսզի մենք նրա պտուղներով լցված լինեն մեր կյանքերը։ Առանց Սուրբ Հոգու հոգևոր քրիստոնեական կյանքը անհնարին է, սիրելիներս։ Գիտես, առանց Սուրբ Հոգու հաղթական կյանքը նույնպես անհնարին է։ Որովհետև Աստծո խոսքը մեզ ասում է, որ մենք պատերազմ ունենք, որ մենք հավատքի պատերազմի մեջ ենք, որ մենք պատերազմում ենք ոչ թե մարդկանց դեմ, մարմնի դեմ, արյան դեմ, այլ մենք պատերազմում ենք
դիվային աշխարհի դեմ, պետությունների, իշխանությունների եւ զորությունների դեմ դիվային։ Ու գիտես, առանց Սուրբ Հոգուսա նույնպես անհնարին է, որովհետեւ մեր մարդկային ուժերով եւ ջանքերով ու իմաստությունով եւ մեր ուժեղ գոռալով չենք պայքարում դիվային աշխարհի դեմ։ Մենք պայքարում ենք Սուրբ Հոգու զորությունով, հալելույա։ Սուրբ Հոգու զորությունն է, Սուրբ Հոգու լեցունությունն է, այդ օծության յուղն է, որ գալիս է քեզ վրա քո կյանքի մեջ, այդ կրակն է, որ գալիս է քեզ վրա քո կյանքի մեջ, սիրելիս, եւ քեզ տալիս է հաղթանակներ դիվային աշխարհի վրա։ Այդ զորությունն է եւ օծությունն է, որ գալիս է քո մեջ եւ սկսում է քո սիրտը փոխել, քո կյանքը փոխել, քո մտածելակերպը փոխել եւ Քրիստոսի պատկերը կառուցել քո մեջ, Քրիստոսի նմանությունը կառուցել քո մեջ, առանց Սուրբ Հոգի ես ամեն ինչը անհնար է։ Դրա համար Հիսուսը ասեց աշակերտներին, հիմա ոչ մի բան մի արեք հլը, գնացեք վերնատուն, սպասեք, ոչ մի բան մի արեք, սպասեք մինչև զորությունը չգա, մինչև օծությունը չգա ձեզ վրա, տեղներից չշարժվեք։ Քրիստոնեությունը առանց Սուրբ Հոգու արհեստական է, ձևական է, չգիտեմ, շինծույա, մարդկային է, սիրելիս, առանց Սուրբ Հոգու անհնարին է քրիստոնյա լինել, ծառայել Աստծուն, նմանվել Աստծուն, կապ եւ հաղորդություն ունենալ Աստծո հետ։ Մենք կարդում ենք Կորինթացիս թղթում մի հաստատություն սրա վերաբերյալ։ Տեսեք ինչ է գրված, բայց մեզ հայտնեց Աստված իր հոգով։ Ումով հայտնեց, ինչով հայտնեց, իր հոգով։ Աստված այն ինչ որ մեզ հայտնում է, Սուրբ Հոգով է հայտնում։ Առանց Սուրբ Հոգու դու չես կարող որևէ հայտնություն ունենաս Աստծուց։ Դու չես կարող ճանաչես Աստծո մեջ եղած բաները։ Աստծուն չես կարող ճանաչես առանց Սուրբ Հոգու, սիրելիս։ Գիտես, մի ժամանակ զարմանում էի, որ կան աստվածաբաններ, որոնք որ աթեիստ են, գիտեք, որ գոյություն ունեն, համալսարաններում գոյություն ունեն աստվածաբաններ, որոնք որ անգիր գիտեն Աստվածաշունչը, ամեն մեկիցս լավ, պատմությունով, տեղերով, գրքերով, բայց աթեիստ են։ Սուրբ Հոգին է միայն, որ մեզ այդ կապը Աստծո հետ բերում է, ամեն, առանց Սուրբ Հոգու ոչինչ չի կարող տեղի ունենալ։ Գիրը սպանում է, խոսքը սպանում է, խոսքի մեջ զորություն չկա, եթե Սուրբ Հոգով չես վերցնում այդ խոսքը, եթե Սուրբ Հոգով չես ընդունում այդ խոսքը, եթե թույլ չես տալիս, որ Աստծո խոսքը Սուրբ Հոգին կենդանացնի քո մեջ, սիրելիս։ Գիրը սպանում է, բայց Հոգին է, որ կենդանացնում է։ Բայց մեզ հայտնեց Աստված իր հոգով, որովհետև հոգին ամեն բաները քննում է եւ Աստծո խորքն էլ, որովհետև մարդկանցից ով գիտի մարդու բաները, եթե ոչ մարդու հոգին, որ նրանում է, այնպես էլ Աստծո բաները ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծո հոգին։ Աստծո բաները ոչ ոք չգիտի, բայց միայն Աստծո հոգին գիտի։ Եվ շարունակությունը ասում է, եւ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն հոգին, որ Աստվածանից է, հալելույա, որ ինչ անենք, որ ճանաչենք այն բաները, որ Աստվածանից տրվեցին մեզ, հալելույա, Աստծո հոգին եկավ մեր մեջ, որ մենք ճանաչենք այն բաները, որ Աստված մեզ տվել է, որ մենք ճանաչենք Աստծո խորությունները, Աստծո սիրտը, Աստծո ճանապարհները, Աստծո խորհուրդները, սիրելիս, քո անձնական, քո սեփական կյանքի մեջ, որպեսզի ճանաչես ինչ Աստված ուզում քեզանից, ինչ Աստված նախասահման է ու պատրաստ է քեզ համար, դու կարիք ունես Սուրբ Հոգու ներկայության, դու կարիք ունես Սուրբ Հոգու մկրտության, Սուրբ Հոգով լցվելու քո կյանքի մեջ, որովհետև Աստված մեզ հետ խոսում է Սուրբ Հոգու միջոցով։ Աստված մեզ ինչ որ բան փոխանցում է Սուրբ Հոգու միջոցով։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Ինչքան հրաշալի է Սուրբ Հոգին։ Արի թույլ տանք Սուրբ Հոգուն լիարժեք մեր մեջ գործի։ Լիարժեք այդ զորությունը եւ այդ փառքը Աստծո բերի մեր ներսում, մեր կյանքերի մեջ։ Ամեն։ Սուրբ Հոգին, այո, նշանը լեզուներով խոսելն է, բայց լեզուներով խոսելը դա Սուրբ Հոգին չի, սիրելիս։
Դա Սուրբ Հոգու նշանն է, դա Սուրբ Հոգու պարգևներից է, բայց դա Սուրբ Հոգուն չի, մի սահմանափակվի, մի ասա, որ դու Սուրբ Հոգով լցված ես, եթե լեզուներով խոսում ես, դու կարաս լեզուներով խոսես, բայց Սուրբ Հոգով լցված չլինես, դու կարաս լեզուներով խոսես, բայց մեղքի մեջ ապրես, դու կարաս լեզուներով խոսես, բայց Աստծուց հեռու լինես եւ Աստծո խորհուրդները չճանաչես։ Դա նշան է ուղղակի, որ Տերը տալիս է, եւ ես հավատում եմ, որ մենք վերջում աղոթելու ենք եւ այստեղ ովքեր որ դեռ չունեն Սուրբ Հոգու մկրտության այդ նշանը, լեզուների պարգևը, հավատում եմ, որ Տերը կմկրտի եւ կլցնի քեզ։ Բայց գիտես, դա Սուրբ Հոգու միակ բանը չի։ Սուրբ Հոգին ավելի մեծ է, քան լեզուներով խոսելը։ Ամեն։ Սուրբ Հոգին մեզ փոխանցում է այն, ինչ որ երկնքից Աստված ունի մեզ համար։ Սուրբ Հոգին փոխում է մեզ, լցնում է զորությունով։ Հալելույա։ Աստված ուզում է քեզ զորությունով լցնի։ Աստված ուզում է, որ դու Սուրբ Հոգու ողջ լիությունը կրես քեզանում ու ճանաչես նրան։ Ամեն։ Հալելույա։ Մի սահմանափակիր Սուրբ Հոգուն։ Շատ ժամանակ սա նման է դրան, որ մարդիկ կան, չգիտեմ, iPhone 16, 17 եւ եսի մինչեր առնում են, բայց ընդամենը զանգում են եւ զանգեր են ստանում դրանով։ Գիտես, դա արտադրվել է, որտեղ եւ իր գինը այդքան բարձր է, որովհետեւ իր մեջ կան շատ հնարավորություններ։ Բայց մարդիկ կան ուղակի առնում են դա, որովհետեւ տրենդային է եւ ուղակի զանգ են ուղարկում ու զանգ են ստանում։ Շատ ժամանակ մենք Սուրբ Հոգուն ուզում ենք, փափագում ենք, Տեր լցրու ինձ, Տեր մկրտվի եւ սահմանափակվում ենք Սուրբ Հոգու մկրտությունը միայն լեզուներով խոսելով։ Սուրբ Հոգին եկել է, որ քեզ առաջնորդի, որ քեզ սովորեցնի, որ քեզ փոխի, որ քեզ իշխանություն տա սիրելիս, պայքարելու։ Ամեն։ Եսայա մարգարեության մեջ Աստված մի հրաշալի բան ասում, ասում է կգա ժամանակ, որ քո ականջի հետևից մի ձայն կլսես, եւ այդ ձայնը քեզ կասի աջ գնաս, թե ձախ գնաս, եւ այդ ձայնը քեզ կասի որ ճանապարհով պիտի գնաս։ Հալելույա։ Եվ Աստված խոսում էր սա նույնպես Սուրբ Հոգու մասին, այո կգա Սուրբ Հոգին եւ կսովորեցնի քեզ, կառաջնորդի քեզ։ Հիսուսն ասում էր ձեզ համար լավ է որ ես գնամ, որովհետև եթե չգնամ, մխիթարիչը չի գա։ Ինչի համար էր ասում ձեզ համար լավ է որ ես գնամ, որովհետև Հիսուսը մարմնով սահմանափակ էր սիրելիս։ Հիսուսը չէր կարա անհատապես ամեն մեկիս հետ շփվել։ Մարդիկ կան, որ ասում են, ես ինքս էլ եղել ասեմ, երանի ես լինեի առաջին դարում ծնված լինեի եւ Հիսուսի աշակերտներից մեկը լինեի, Հիսուսի հետ շրջապատված մարդկանցից մեկը լինեի, կարողանայի նրան կպնեի, կարողանայի նրան գրկեի, կարողանայի նրան իմ հարցերը տայի։ Այո, երբեմն սա երանելի է թվում, բայց Հիսուսն ասում է ավելի լավ է որ ես գնամ։ Ձեզ համար ձեռնտու է ավելի որ ես գնամ, ֆրանսերենում այդպես է գրված։ Ձեզ համար ավելի ձեռնտու է որ ես գնամ։ Ինչի համար, որովհետև այն ներկայությունը, որ իմ մեջ է, ես դա կուղարկեմ ձեր մեջ, իմ հոգին կգա ձեր մեջ, եւ դուք անհատապես ամեն մեկը ինձ կունենաք 24 ժամ, տարին 365 օր, ես կգամ եւ կբնակվեմ ձեր մեջ, դուք կլինեք իմ տաճարը եւ իմ զորությունը, իմ էությունը ձեր մեջ կլինի։ Հալելույա։ Ինչքան հրաշալի է, որ դու կարող ես քո ներսում հաղորդություն ունենալ Աստծո հետ, Սուրբ Հոգու հետ, Հիսուսի հետ։ Միգուցե ֆիզիկապես չես կարող նրան կպնել, բայց գիտես ավելի զորավոր է, որ Սուրբ Հոգին գալիս է եւ քեզ սկսում է առաջնորդել, եւ քեզ սկսում է բացել Աստծո մեծությունը, Աստծո զորությունը։ Ես ուզում եմ մի տեղ էլ կարդամ Եփեսացիս առաջին գլխում է գրված. Enoch, est-ce que tu peux venir, s'il te plaît? Désolé pour la traduction, mais là tu vas prendre ton esprit. Եփեսացիս առաջին գլխում հրաշալի խոսքեր ասում Պողոսը, նրա 16-րդ խոսքում է գրված։
15-րդ Նրա համար ես էլ լսելով ձեր հավատքը չէ 16-ից չեմ դադարում ձեզ համար գոհություն տալուց ձեզ իմ աղոթներում հիշելով Պողոսն ասում է չեմ դադարում այսինքն անդադար ձեզ համար աղոթում եմ եւ որն էր այդ աղոթքի նպատակը որն էր այդ անդադար աղոթքի թեման եկեք կարդանք շարունակության մեջ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը փառքի հայրը տա ձեզ իմաստության եւ հայտնության հոգի իր գիտությունով որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով գիտենաք թե ինչ է նրա կոչումի հույսը սա աղոթքի նպատակն էր Պողոսը աղոթում է միգուցե քո համար շատ կոդավորված է էսի բայց կփորձենք հիմա մի քիչ sense բարձել ես ասում աղոթում եմ որ Աստված փառքի հայրը տա ձեզ հայտնություն եւ գիտություն տա ձեզ որպիսի դուք ձեր սրտի աչքերը ձեր մտքի աչքերը ձեր մտքերը լուսավորվեն եւ դուք հասկանաք թե ինչ է նրա Աստծո կոչումի հույսը ինչ հույս է Տերը մեզ տվել հավիտենական կյանքի հույսի մասին է խոսքը եւ շարունակում է եւ ինչ է իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում այսինքն ինչ փառավոր մեծ ժառանգություն է Աստված դրել իր ժողովրդի մեջ իր սուրբերի մեջ Պողոս ասում է ես անդադար աղոթում եմ միշտ, այսինքն դա իմ մշտական աղոթքների թեման է ձեզ համար, որ ձեր սիրտը եւ միտքը լուսավորվի եւ դուք հասկանաք թե ինչ ժառանգություն է ձեզ տրված Աստծուց եւ շարունակության մեջ եւ ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում ինչ գերազանց մեծություն կա մեզանում հալելույա Կորինթացիներին ասում է այն գանձը, որ մենք ունենք հողի անոթների մեջ, խոսելով Սուրբ Հոգու մասին։ Այստեղ ասում է այն մեծությունը, գերազանց մեծությունը, որ մեզանում կա, որ հավատացինք նրա կարող զորության հաջողության պես, հավատացինք նրա զորության։ Եվ որ ասում է Քրիստոսում գործադրեց, այսինքն Աստված այդ զորությունը, այդ գերազանց մեծ զորությունը գործի դրեց Քրիստոսի մեջ, նրան մեռելների միջից հարությանելով եւ իր աջ կողմը նստեցրեց երկնավորներում։ Ասում է մեր մեջ այն նույն զորությունն է, որը Աստված գործադրեց Հիսուսին մահից հարություն տալու համար։ Հալելույա։ Նույն զորությունը Սուրբ Հոգու, որը որ Հիսուսին երրորդ օրը մահից հարություն տվեց։ Պողոս ասում է ես աղոթում եմ, որ ձեր սրտի մտքի աչքերը լուսավորվի, հասկացողություն գա ձեզ վրա, որ հասկանաք այդ նույն զորությունը բնակվում է ձեր մեջ, իմ ու քո մեջ, Աստծո նույն զորությունը սիրելիս։ Հիսուսը ավելի ինչ-որ յուրահատուկ Սուրբ Հոգի չուներ։ Հիսուսի մեջ նույն հոգին էր, նույն յուղը, նույն օծությունը, որը որ Աստված նույնպես ուղարկել է ամեն հավատացողի վրա։ Հալելույա։ Պողոսն ասում է ես աղոթում եմ, որ դուք հասկանաք, այս գիտակցությանը գաք, այս հայտնությանը գաք։ Քո մեջ Տիրոջ զորությունն է սիրելիս։ Դու գերբնական մարդ ես։ Դու գերբնական մարդ ես, որովհետև քո մեջ Սուրբ Հոգու զորությունն է։ Հալելույա։ Միգուցե շատ բաներ դեռ դու չես բացահայտել, չես վերապրել Սուրբ Հոգու զորությունից, բայց քո մեջ Սուրբ Հոգու զորությունը կա։ Դու գերբնական մարդ ես, դու ուրիշ սորտի մարդ ես։ Եթե Սուրբ Հոգով լցված ես, գիտես երկրում երկու սորտի մարդիկ կան, մարդիկ, որոնք որ Սուրբ Հոգով լցված չեն, եւ մարդիկ, որոնք որ Սուրբ Հոգով լցված են, եւ մեծ տարբերություն կա այս երկու կատեգորիաների մեջ, այս երկու մակարդակների մեջ մեծ տարբերություն կա, եւ Աստված Հիսուս նույնպես դնում էր այդ տարբերությունը, ասում էր գառները եւ այծերը, ասում էր խավարի որդիկ եւ լույսի որդիկ, բարկության որդիկ եւ արդարության որդիկ, օրհնության որդիկ։ Գիտես կա տարբերություն։
Իհարկե Աստծո կամքն է, որպեսզի բոլորը լցվեն Սուրբ Հոգով, որպեսզի բոլորը լցվեն Սուրբ Հոգով։ Ամեն մի մարմին Տերը ասեց, իմ հոգին կթափեմ ամեն մարմնի վրա, առանց բացառության։ Հիսուսը կանգնեց, ես ուզում եմ այստեղն էլ կարդամ, եւ միասին աղոթք անենք։ Հովհաննես 7-րդ գլխում 37 խոսքը։ Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր, աղաղակեց եւ ասեց, Հիսուսը աղաղակեց, Հիսուսը գոռաց։ Երբեմն մարդիկ վատ են զգում, որ եկեղեցում քարոզիչները գոռում են։ Ասում են գոռում, չեն կարա հանգիստ ասեն այդ նույն բանը։ Իդես Հիսուսն էլ կանգնեց եւ գոռաց։ Այո, երբ որ Սուրբ Հոգով լցված ես, երբեմն դու չես կարող այդ նույն բանը հանգիստ ասել։ Իհարկե, ես չեմ ասում, որ գոռալու մեջ զորություն կա, բայց կա ժամանակներ, որ նույն Հոգին քեզ առաջնորդում է գոռալու, աղաղակելու, բղավելու։ Հալելույա։ Հիսուսը կանգնեց եւ գոռաց, աղաղակեց։ Եվ ինչ ասեց։ Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Ինձ հավատացողը, ինչպես Գիրքը ասում է, նրա փորից կենդանի ջրերի գետեր կբխեն։ Եվ սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորված, հալելույա։ Հիսուսը կանգնեց եւ աղաղակեց. Նա ով ծարավ է, թող ինձ մոտ գա։ Նա ով ծարավ է, թող ինձ մոտ գա եւ թող խմի։ Որովհետև ինչպես որ գրված է, ինչպես որ Աստված խոստացել է, ինչպես որ մարգարեն իր բերանով Տերը ասեց ու մարգարեացավ, նրա փորից կենդանի ջրերի գետեր կբխեն։ Հալելույա։ Դա Սուրբ Հոգու ամբողջ լիությունն է, որ Աստված ուզում է բերի մեր մեջ, իմ ու քո մեջ, Սուրբ Հոգու լիությունը, Սուրբ Հոգու զորությունը։ Եկեք կանգնենք ոտքի, ես ուզում եմ բարձրացնենք մի զորավոր աղոթք, Սերգեյ ջան, դու էլ խնդրեմ գաս։ Հալելույա։ Սուրբ Հոգին միայն Պենտեկոստեի տոնին չի, որ գործում է սիրելիս, ամեն օր է գործում։ Բայց այսօր որպես Պենտեկոստեի տոն մենք մեր ուշադրությունը ավելի ուղղում ենք Սուրբ Հոգու վրա, նրա ներկայության վրա։ Մենք ուզում ենք խոսենք, մենք խոսեցինք նրա կարևորության մասին։ Մենք խոսեցինք Սուրբ Հոգու զորության մասին։ Մենք խոսեցինք Աստծո խոստումի մասին, որ դա տրված ամեն մեկիս։ Մենք խոսեցինք, որ Սուրբ Հոգին ավելին է, քան լեզուներով խոսելը։ Սուրբ Հոգին ավելին է, քան մինչև հիմա դու նրան ճանաչել ու ճաշակել ես։ Դա նույնպես այն Հոգին է, որ եկեղեցին պիտի հափշտակի երկինք։ Հափշտակությունը տեղի ունենալու Սուրբ Հոգու զորությունով, ինչպես որ Հիսուսին մեռելներից հարությունը տեղի ունեցավ Սուրբ Հոգու զորությունով, նույն կերպով հավատացյալները Տիրոջ սրբերը հափշտակվելու են եւ միանան երկնքներում Տիրոջը Սուրբ Հոգու զորության ներգործությունով, սիրելիներս, առանց Սուրբ Հոգու հափշտակությունը չի կարող լինել, ինչպես Քրիստոսի հարությունը եղավ Սուրբ Հոգով։ Դա այդ զորությունն Աստծո, որ բնակվում է իմ եւ քո մեջ։ Աստծուց դրված այդ գրավը, այդ կնիքը, պեչատը մեր կյանքերի վրա, եւ Տերը ուզում է քեզ լցնի ավելի ու ավելի իր զորությունով ու իր հոգով։ Ես ուզում եմ նորից կարդամ Եսայա մարգարեության 60-61-րդ գլուխը։ Տիրոջ հոգին ինձ վրա է։ Ասա Տիրոջ հոգին ինձ վրա է։ Համարձակ ասա Տիրոջ հոգին ինձ վրա է։ Տիրոջ հոգին ինձ վրա է։
Ըստ որում Տերը օծել է ինձ։ Ըստ որում Տերը օծել է ինձ։ Նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու։ Վերցրա սա քո համար, որովհետև սա վերաբերվում է բոլոր նրանց, ում վրա որ Տիրոջ հոգին է։ Եվ ինչ ասում շարունակությունը։ Կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու եւ կապյալներին արձակում, Տիրոջ համար հրատարակելու տարին եւ վրեժխնդրության օրը, մեր Աստծո համար բոլոր սգավորներին մխիթարելու համար, Սիոնի սգավորների համար որոշելու, որ նրանց փառք տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ սգի տեղ, գողության պատմուճան հանգած սրտի տեղ։ Տեսեք ինչքան բաներ անում Սուրբ Հոգին։ Տիրոջ հոգին մեզ վրա է, Տիրոջ հոգին քո վրա է եւ Տիրոջ հոգին ուզում է այսօր ավելիով լցնի քեզ։ Եթե լցված ես, կա ավելի մեծ, ավելի խորը մակարդակ։ Տիրոջ հոգին ավելիով ուզում է լցնի քեզ եւ գործածի քեզ եւ փառավորվի քեզ անում քո կյանքի մեջ սիրելիս։ Ես ուզում եմ միասին աղոթենք։ Ես ուզում եմ միասին աղոթենք, թող փառաբանության խումբներ գա։ Հալելույա։ Ուզում եմ